Իմ բادرան շատ կարևոր է օրենքը, բայց իմ կարծիքով սանկցիան շատ մեղմ է։ Լիցենզիայից զրկել մի բանի համար, որ երբ որ դրա պատճառով կարող են հազարավոր մարդիկ զրկվել առողջությունից, խնդիրներ ունենալ, արդյոք այն կարծիքին չեք, որ դա պետք է ավելի խստացնել, այսինքն քրեական պատասխանատվություն սահմանել, որովհետև միայն լիցենզիայից զրկելով այդ ռիսկին կգնան, եթե մեծ գումարների հետ խնդիր ունեն, պատրաստ կլինեն լիցենզիայից զրկվելու։ Բայց եթե քրեական պատասխանատվության խնդիր լինի, խնդրում քննարկել այդ հարցի խոսքը։ Քննարկել ենք, շնորհակալություն պարոն Բագրատյան, քննարկել ենք ամենայն մանրամասնությամբ եւ արդեն մի քանի տարի է, որովհետեւ այս օրենքի առաջին ընթերցումը եղել է 1 տարուց ավել, այսպես անցած 1 տարի առաջ, եթե ոչ ավել, բազմիցս քննարկել ենք, այստեղ լիցենզիայի զրկումը գալիս է ամենավերջին կետում, որովհետեւ մինչեւ այդ նախատեսված է վարչական տույժ, մի քանի այլ պատժամիջոցներ, բայց լիցենզիայից զրկելու մասը չկար։ Մենք դա էլ ենք ավելացրել, այսինքն եթե խախտում է 2 տարվա ընթացքում 3 անգամից ավել եւ տեսչական մարմինը բացահայտում է, իսկ խախտելու հնարավորություններն էլ ենք նվազեցրել, որովհետեւ օնլայն ռեժիմով ամբողջը տեսանկարահանվում է եւ բոլորը կարող են տեսնել, նախապես տեղեկացնում է, որ այսինչ օրը, այսինչ պայմաններում մենք ոչնչացնելու ենք այս դեղամիջոցները եւ տեսչական մարմինը օնլայն հետեւելու է։ Իհարկե նախկինում մենք նաեւ առաջարկում էինք, որպեսի տեսչական մարմինը բացի օնլայն հեռարձակումից ներկա էլ գտնվեր, բայց հետո մի շարք այսպես հանգամանքների բերումով եւ քննարկելով նաեւ ռեսուրսները հաշվարկելով այդ մասը հանեցինք եւ հասկացանք, որ ժամանակակից տեխնոլոգիաներով ոչ միայն տեսչական մարմինը, այլ իրավասու բոլոր գերատեսչությունները կունենան հնարավորություն կամերաները ինչպես են դրվելու այդ ամեն ինչը քննարկված է, որպեսզի խախտում չլինի, այսինքն հավանականությունը, որ կհասնի մինչեւ լիցենզիայից զրկելուն, քիչ է, բայց եթե նույնիսկ հասնի, մենք էլի միջոցներ կձեռնարկենք, բայց կարծում եմ նման խնդիր չի լինի։